Երկար ժամանակ ուրեմն հզոր պետականություն ունենալուց հետո մենք կորցրել ենք այն որոշ ժամանակահատված, մի քանի դար, եւ դրանից հետո ամբողջ համայն հայությունը ես չեմ կասկածում դրանում, որ մի երազանք են ունեցել նորից տեսնել Հայաստանը սեփական ամուր պետականությամբ, նորից վերականգնել մեր պետականությունը եւ ուրեմն սկսել նորից ապրել արժանապատիվ, ապրել միասին, հավաքել ամբողջ աշխարհում սփռված հայությանը մի հարկի տակ եւ շարունակել արարել, ինչը հայերի համար սովորական վիճակ է։ Բայց դրա համար, երբ 1991 թվականին մեր պետականությունը նորից վերականգնեց, ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր, թե Հայաստանի հայությունը, թե Սփյուռքի հայությունը, որովհետև մենք կրկին վերագտանք մեր անկախ պետականությունը։ Եվ դրանից հետո թվում էր, թե պետք է հասկանալի լինի այն դարեր շարունակ այսպես փայփայած երազանքը, որ պետականությունը պիտի լինի առաջինը, ով որ պիտի պահպանի մեր հայկական ինքնությունը, դասեր քաղի մեր պատմությունից, վերականգնի մեր պատմական փառքն ու պատիվը, մշակույթը զարգացնի, լեզուն զարգացնի եւ սկսի արարել ուղղակի այդ իրավիճակի մեջ, բայց մենք ունեցանք ճիշտ ասած հակառակ պատկեր, գնալով սկսած 91 թվականից մեր պետականությունները, մեր պետական ղեկավարները, ավելի շուտ մեկ պետականության պարագայում ավելի ու ավելի քիչ ուշադրություն էին դարձնում մեր ինքնությանը, մեր մշակույթին, մեր արվեստին։ Ես հիշում եմ նույնիսկ նախագահներից մեկի այսպիսի ֆրազ, որը արտահայտեց մի շատ հարգարժան մշակույթի գործիչի, ես խոսում եմ Գագիկ Կինոսյանի մասին, որ հայկական արվեստը, հայկական մշակույթը մրցակցելի չի միջազգայինի հետ։ Այսինքն այդ նրանց պատկերացումը, նրանց մոտեցումը բերում էր նաև քաղաքականության մեջ որոշակի որոշումների։ Ճիշտ է, այն ժամանակ դեռ մշակույթին ինչ-որ օգնություն էին տալիս, ինչ-որ կոպեկներ էին գցում, բայց դա չէր գտնվում մեր պետության այսպես առաջնահերթությունների մեջ։ Ներկա իրավիճակում պատկերը ավելի վատացավ։ Ներկա իրավիճակում ելնելով քաղաքական որոշ անհրաժեշտությունից կամ պատկերացումներից, մեր իշխանությունները սկսեցին ընդհանրապես պատմությունը Հայաստանը կտրել պատմությունից, համարելով, որ մեր պետությունը պատմություն չի ունեցել, որ պետք չի երազանքներով ապրել դեպի վերականգնելու համար մեր բնուրանում հայկական պետություն ունենալու երազանքը եւ պետք է բավարարվել այսօրով, այսօրվա պետությամբ եւ նույնիսկ այսպես հակադրություն մտավ արհեստական իմ կարծիքով իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ։ Եվ կտրվեց մեծ հաշվով կտրվեց կապը Սփյուռքի հետ, մեր ներկա ղեկավարը համարեց, որ ինքը պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս գտնող քաղաքացիների համար, նույնիսկ պարտադիր չի, որ նրանք հայ ունեն, դա բնական է, ճիշտ է, բայց Սփյուռքը մնաց բոլորովին անտեր։ Ես նկարագրեցի իմ պատկերացումները այն իրավիճակի մեջ, ինչ որ մենք ապրում ենք, եւ այս իրավիճակը պետք է մի հատ մենք ձեզ հետ միասին այսպես ընկալենք եւ փորձենք միասին գտնել, թե ինչ գործողություններ կարելի է անել այս իրավիճակից դուրս գալու համար։ Մենք բոլորս իհարկե
ուսյալ, կրթյալ խավը գիտի, որ մշակույթն է ազգի պատմությունը։ Հիմա ես ուզում եմ մեր ունկնդիրներին մի բան հիշեցնել։ Երբ որ Իրաքի վրա հարձակվեցին մի գիշերում, որտեղ Իրաքում մի ընտիր թանգարան կար, որտեղ ամբողջ շումերական այնտեղ եւ հերոգլիֆները եւ պահպանված այլ մեր թվարկությունից առաջ արտեֆակտներ, այդ բոլոր բան մի գիշերում այնպես անհետացրեցին այդ նմուշները, որ զարմանալի էր, առավոտյան հետքերը չգտնվեցին։ Ինչու? Որտեվ չկա մշակույթը, չկա անցյալ ազգի, դա նշանակում է այդ ազգը գոյություն չի ունեցել։ Հիմա ինչու երբ որ Ալիևն ու մյուս մեր թշնամիները թուրքերից սկսած, ջհուդներից ու մյուսներից վերջացրած, երբ որ որոշակի քայլերի են դիմում, հատկապես երբ որ վերացնում են երկու բան՝ մշակույթը առաջի հերթին, ազգային մշակույթը, հիշում եք ամառասուն տարբեր տեղեր քարերի վրայից քրել էին հայկական տառերը, իսկ 20 թվականին, երբ որ Շուշիում մոտ 20-30 հազար ջարդեր եղան անգլիացի էմիսարների ներկայությամբ, որոնք ջարդերը կազմակերպեցին, հետո հեռացան, ուրեմն տների պատերից քրել էին տանտերերի անուն ազգանունները։ Եվ այդ մենք սովորաբար խոյի նշանն ենք տեղադրում տան պատերին, ուրեմն ջարդել էին այդ խոյերի գլուխները եւ այլն, այսինքն մշակույթը տվյալ ազգի ողջ պատմությունն է, գիրն է, նրա պատվիրանը գալիք սերնդին, այնտեղ կա եւ դաստիարակություն, եւ արվեստ, եւ ուրեմն պատրաստվածություն, եւ կռվի պայքարի մեջ առաջնեկություն, բոլոր բաները կա։ Այ Գագիկ Գինոսյանի մասին դուք հիշեցրեցիք, լույս իջնի իր հիշատակին, նա բացառիկ ազնվորություն էր եւ բացառիկ հայ իր կատարելության մեջ, միջայլոց նա Վազգեն Սարգսյանի հետ այդ մահապարտների խմբից էր, նա ես գրեցի մի անգամ իր բարի կազմակերպման աշխատանքների գիտակցությունը մեր ժողովրդի մեջ, ասելով, որ պարը գիր է, պարը շարժումների միջոցով գիր է, դա գաղտնագրություն է, որ թողնում է սերունդներին գրագետ եղեք, իմացողից հարցրեք, թե դա ինչ է նշանակում, եւ Գագիկը ապրի, այդ օրվանից պարը տարածվեց Հայաստանում, այդ պարը նաև համախմբում է, այ որ հիմա ժողովուրդը սկսել է վերջին ժամանակներում իրար ատել, զարմանալիորեն այդ ատելությունը, ուղղակի դա ինձ գիտեք, ինչպես ասեմ, մեր այս տարիների պայքարը, մեր այս տարիների, ինչպես որ նշեցիք, պետականություն չունենալու հանգամանքը, ու հանկարծ բախտ վիճակվեց մեզ, որ մեծ դժվարությամբ կարողացանք ստեղծել մեր հայոց պետականությունը, անկախ պետականությունը, հանկարծ դու զգում ես, որ ստեղծված պետականության մեջ եւ պլյուս դրան էլ այդ դժվարին օրերին մենք հենց մեր մեջ հայոց պետականության բուրըն երազանքը այնքան մեծ էր, որ դա մեզ ուժ եւ քաջություն էր տվել, մենք կարողացանք պատերազմում հաղթել, այո, եւ ձեռք բերեցինք հողատարածք եւ դա դարձավ մեզ համար այսպես մեծ առավելություն, որ մենք ունենք հաջողություններ առաջիկայում եւ հայոց պետականությունը հզորանալու է։ Մենք ընդամենը հետ բերեցինք մեր հայրենիքի մի փոքր մասը։ Մի չնչին մաս, որտեղ կար նաեւ Տիգրան Մեծի կառուցած բերդը։ Տիգրան Մեծը դա պատահաբար այնտեղ չէր կառուցել։ Նա այդ բերդը կառուցեց, որպեսզի ցույց տա, որ նախ հիմնականում այնպես որ Արցախը կարողանային իրեն պաշտպանել, հասկանա որ թագավորական ուժ կա այստեղ, ամուր պահի բերդը դա ամրության նշան է։ Այսինքն դա հայկական տարածք էր եղել, այո, եւ ցավոք սրտի այսօր Ալիևը ոչ միայն դատարկեց էսկալացիայի ենթարկեց մեր անմտության, մեր անտարբերության, հայերիս մեջ եղած ոնց ասեմ, այդ ագահության ունենալու, թալանելու, ավերելու պետությունը իրենց համար դարձավ ոչ թե ազգային պաշտպանության խոշորագույն միջոց, համազգային հավաքականության կենտրոն,
այլ այդ պետությունը դարձավ միջոց հնարավորություն, որը թույլ տվեց, որպեսզի նրանք ազգային հարստությունը հիմնովին թալանեն օֆշորներում եւ այլուր եւ իրենք դառնան միլիորդատերեր։ Եկեք մենք հիշենք, թե երբ որ Արցախը գրավեցին եւ Ալիևը այդպես հեշտությամբ 5 պետությունների օգնությամբ կարողացավ այդ հաղթանակը տանել, Ալիևը ասաց, այն օրերին, երբ որ դուք դղյակներ էիք կառուցում եւ թալանում ձեր երկիրն ու հանքերը, ես բանակն էի զինում։ Սա թշնամու խոսք է։ Մենք թշնամուց էլ սովորելու բաներ ունենք։ Հիմա ինչ որն է մեր խնդիրը։ Եթե տեսեք ամեն ինչում ես մեղադրում եմ այն անձանց, որոնց մենք վստահեցինք, ում հավատացինք, դե մեկը պետք է լինի առաջնորդ, չէ՞։ Եվ մենք այդ մեկին ենք տալիս այն բոլոր հնարավորությունը, ինչը որ մենք ուզում ենք, եւ մեզ թվում է, որ նա այդպեսին էլ կանի, նա հաղթահարելի պիտի լինի։ Եվ վերջապես հենց այդ օրերին մեր մեջ նստած էր նժդեհյան գաղափարախոսությունը լինել ուժեղ, ավելի ուժեղ, ամենաուժեղը։ Այ դա մենք մոռացանք։ Այդ օրերին լավ է նժդեհականությունը գնում էր, բայց հետո ինչ եղավ։ Ես զարմացած մնացի։ Տիկին Ասատրյան, դուք ասեցիք մշակութային ոչնչացումից սկսվեց ամեն ինչ։ Ես ուզում եմ դիմել Տիկին Տերյանին։ Տիկին Տերյան, արդյոք մեր պատմության մեջ այդ մշակութային էքսպանսիան ինչ որ նոր բան է։ Արդյոք նախկինում էլ չեն փորձել մեր մշակույթը խեղաթյուրել, յուրացնել, որ անուններ դնել, ակնհայտ փաստերը խեղաթյուրել։ Ես խոսում եմ նույնիսկ օրինակ սովետական շրջանում հայկական պատմագիտության այդ ուսումնասիրությունների մասին, այն խայտարակությունը, որ եղավ Ուրարտուի հետ կապված եւ այլն։ Այսինքն կարծես կա մի հատ ինչ որ անտեսանելի ձեռք այս ամբողջ պատմական ընթացքում, որ անընդհատ փորձում է հայերի ինքնությունը ոչնչացնել, յուրացնել, գողանալ, ասել, որ այդպես չի։ Հիմա օրինակ Ադրբեջանում ամենամեծ այսպես տրենդը նաև որ մարդկանցից երևի ճնշող մեծամասնությունը պատկերացնում են, որ հայերը տեղաբնիկ չեն, որ հայերը պետություն չեն ունեցել, որ հայերը եկել են ինչ-որ տեղից, ես չգիտեմ, Հնդկաստանից կամ ինչ-որ տեղից, եւ սա այնպես դասագրքային մակարդակով այնպես է մատուցվում, որ այդ պատմական խեղաթյուրումները հետագայում եւս մեծ խնդրեմ են դառնալու հայկական պետության համար, ոչ թե ինչ-որ խաղաղություն եւ այլ, եթե մարդկանց մեջ սերմանում են, որ այս մշակույթի տերը նրանք չեն, մենք ենք, սա մեր մշակույթն է, նրանք մեզնից են գողացել եւ այս ամբողջը բերում է նրան, որ մենք ունենում ենք բավականին դժվար իրավիճակ։ Ես կխնդրեմ ձեր պատմական ուսումնասիրությունների Իմ կարծիքով, իմ ուսումնասիրությունների հիման վրա ես կարող եմ ասել, որ մեր դժբախտությունների պատճառը հիմնականում մեր լավը լինելն է, այսպես ասած, կիրճ, զարգացած, մշակույթ, պատմություն ունենալն է եւ մեր հարևանները մշտապես նախանձել են մեզ։ Իսկ եւ ամեն ինչ արել են, որ ոչնչացնեն մեր մշակույթը, մեր պատմությունը, հենց դրա արդյունքն է, որ նաեւ սովետական շրջանում սկսեցին մեր պատմությունը խեղաթյուրել, ուրիշ այլ կերպ ներկայացնել, Ուրարտուն կտրել մեզնից եւ այլն, բայց ամեն դեպքում այսօրվա մեր դժբախտությունների պատճառը իմ կարծիքով հենց անհաջող առաջնորդներն էին, որոնք նշանակվեցին, ոչ մեզ թվում էր մենք ընտրեցինք նրանց, բայց նրանք նշանակված էին եւ նշանակված էին ամեն ինչ ավերելու, թալանելու, սա իրենց երկիրը չէր կարծես թե նրանք այստեղ եկել էին կամ նշանակվել էին միայն վայելելու համար, միայն թալանելու, նրանց չէր հետաքրքրում ոչինչ։ Առաջի հերթին դա եւ ես ընդհանրապես միշտ բարձր եմ գնահատել առաջնորդի դերը։ Առանց առաջնորդի ոչ մի երկիր չի կարողացել առաջ գնալ։ Եվ ես միշտ այդպես եմ պատկերացնում սովորական ձևով երկիրը զարգանում է իր համար, շատ սովորական ձևով բոլոր երկրները ենթադրենք, հանկարծ հայտնվում է մեկը մի պետության մեջ, որը սկսում է այլ կերպ մտածել, որը ինչ որ
կամ իր ժողովրդի համար ինչ-որ մի լավ բան է ուզում անի եւ կամ զորքով, կամ մշակութային, կամ ռազմական ճանապարհով ինչ-որ մի բան անում է, այնպես որ առաջնորդի դերը ահա որ մեծ է, շատ մեծ է եւ մենք պետք է միշտ հասկանանք, որ մենք պետք է լավ առաջնորդ ունենանք։ Այդ առաջնորդներ տեսնում ենք ինչ են անում, շատ հնարավոր է մահափորձ, սպանություն, ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք նաեւ դրան։ Պետք է ինչ-որ բաներ արվի, հենց այնպես չի կարելի էլ ասել, այսպես է ու վերջ, ինչ-որ բան պիտի արվի եւ դա պետք է անի մտավորականությունը իսկապես, բայց մտավորականությունը մենք տեսնում ենք ինչպես է մտավորականությունը վերաբերվում եւ անցյալում եւ հիմա միշտ բոլորը ով որ եկել է Հայաստանը նվաճել է, առաջին հերթին մեր ազնվականներին են վերացրել, իշխաններին են վերացրել, իսկ մտավորականները հենց նրանք էին այն ժամանակ, բայց այսօր արդեն մտավորականը ազնվականներ չունենք այլևս, ուրեմն մտավորականներն են մեր շարժիչ ուժը, բայց այդ մտավորականները հիմա այնպիսի վիճակում են հայտնվել, որի վիճակի չեն բերան բացելու։ Գիտենք ինչ հալածանքներ են եղել 30-ական թվականների մտավորականներ եւ հիմա մեր պատմության խեղաթյուրումը նաեւ դրանից է գալիս, երբ որ 30-ական թվականների այդ ամբողջ այդ պատմությունը եւ մեր մտավորականությունը, մեր մտավորականության ծաղիկը փաստորեն ոչնչացավ եւ ամեն ինչ դրվեց, պետությունը դրվեց ոչնչությունների ձեռքը։ Ես միայն մի դեպք կարող եմ ասել, Շենգավիթը պեղող հնագետը ուրեմն երբ 30-ական թվականներին պեղում էր Շենգավիթը, ինքը այնտեղ հայտնաբերեց 3-րդ հազարամյակի նյութեր, բայբուրցյաններ, դա 3-րդ հազարամյակի նյութեր, եւ Մոսկվային հայտնեց, որ նյութերը 3-րդ հազարամյակի են։ Մոսկվայից ոնց թե 3-րդ հազարամյակում Երևանում հայտնաբերվել է հնագիտական հուշարձան, այդպիսի բան չկա, սպասեք գալիս ենք։ Հնագետները գալիս են Մոսկվայից եւ նայում են նյութերը, սա 2-րդ հազարամյակից այն կողմ չի կարող լինել։ Այն դեպքում, որ հիմա մեր հնագետները ասում են դա 5-րդ հազարամյակ է, դա 6-րդ հազարամյակ է, պատկերացնեք 6000 տարի, իրենք 3000 տարուց ենքում չէին ուզում լինի։ Եվ ստիպեցին, այս Բայբուրցյանը ասում է ոչ, սա 3-րդ հազարամյակ է, ամենակիչն է ասում ինքի միջալոց։ Հասկանում եք, որտեղ Շենգավիթը 6-ից 3-րդ հազարամյակի մշակույթ ունի, ինքը ամենացածրն է ասում։ Եվ դրա համար դա կյանքով հատուցեց։ Դրանից հետո մինչև 60 թվականը ոչ մեկը չէր փորձում մոտենալ Շենգավիթին։ Միայն 60-ական թվականներից նորից Շենգավիթը պեղեցին։ Մեր մտավորականները նաև այսպիսի վիճակում են հայտնվել։ Այնպես որ մի անգամ բոլոր մեղադրել ասել մտավորականները լուր են, նրանց հեշտ է խեղճացնելը։ Եվ ֆինանսապես, եւ ֆիզիկապես նրանք պաշտպանված չեն։ Դրա համար, բայց այնուամենայնիվ պետք է ինչ-որ բան անել։ Ես չեմ կարծում, որ պետք է այս վիճակին հետ հաշտվենք, պետք է ինչ-որ բան պետք է անել եւ փորձում ենք այ տեսեք Ռուզաննա դուք էլի կան այդպես պայքարողներ ասում են իրենց խոսքը հիմա ինչ ասեմ ամբողջ աշխարհում տեսնում ենք ինչ է կատարվում այս հայտնաբերված նոր դոկումենտ վավերագրական կադրեր ցույց են տալիս ասում ենք համաշխարհային կառավարություն գոյություն ունի այ համաշխարհային կառավարությունը այդպիսի մարդիկ էին այդ կառավարության մեջ այդպիսի մարդիկ էին մտած որոնք աշխարհը ղեկավարում էին եւ հենց նրանց պատճառով է որ մենք այս վիճակում ենք հայտնվել նրանք նշանակեցին ասել Ներեցեք ես ուզում ձեր խոսքին ավելացնել մի բան ուրեմն 93 թվականին ես հանդիպեցի պատմաբան Հայկ Խաչատրյանին մի փայլուն հայրենասեր որը գրել է Տիգրանից գիրքը նաև ուրեմն նա ինձ ինչ ասեց Ռոզան մի գաղտնիք պիտի հայտնեմ քեզ բայց չբարձրաձայնես ասի ինչու այդ ինչ բանա որ չբարձրաձայնեմ թե դու գիտես որ Երևանը ոչ թե 2780 տարեկան է այլ 6000 տարեկան է Երևանը ասացի բա իսկ ինչու չի հրապարակվել ոչ մի տեղ ասաց որ Ռուսաստանից եկել են հնյաբաներ, հայտնաբերել են դա, բոլորն էլ գիտեն, բայց ասում ինձ ասացին, որ այդ մասին հանկարծ չբարձրաձայնեք, չասեք, ոչ ոք թույլ չի տա։ Փաստորեն ես այդ մասին նամակ գրեցի այն ժամանակ քաղաքապետը, ով էր չեմ հիշում, քաղաքապետին նամակ գրեցի, որ հիշեք։ Հիմա մինչև հիմա չեն ընդունում։ Մինչև հիմա չեն ընդունում, հա, նույնիսկ մեր մասնագետները չեն ընդունում դա։ Ես իմ վրա եմ զգացել, ինչ հարցակման ենթարկվեցի մեր հնագետների կողմից, երբ որ ասի Երևանը 6000 տարեկան է։ Եվ մեր այսօրվա հնագետներն են հարցակվում, ուր մնաց թե 30-ական, 40-ական Ինչպես կարող եք դա բացատրել։ Ինչու է այդպես։ Ինչու ասենք օրինակի համար Հայաստանի պատմության մի մեծ կտոր, փաստորեն։ Այո։ Հնագույն ժամանակների կարծես թե փորձեցին կտրել Հայաստանից եւ առանձին պետությունից ինչու շատ բարձ է նախանձ է ես ասեցի մենք այն գլխից այսպես ասած երբ որ շրջապատված էիք
երբ որ սեմական ցեղերը արդեն ներխուժեցին Միջագետ, Հայկական Լեռնաշխարհ, ստեղծեցին իրենց պետությունները, Աքադ, բանը, հետո Ասորեստան, Բաբելոն եւ այլն, դրանք սեմական ցեղեր էին։ Իսկ մենք արիական ցեղեր ենք։ Եվ հակամարտությունը հենց այդտեղից սկսվել է դա դեռևս 4-րդ հազարամյակում, 3-րդ հազարամյակում։ Եվ այդ պայքարը գնում է մինչև այսօր սեմական ցեղերի եւ արիական ցեղերի կամ հնդեվրոպացիների միջև։ Նրանք ուզում էին ցույց տալ, որ դուք ոչինչ եք, ոչինչ չեք ստեղծել, մենք էլ ուզում ենք ցույց տալ, որ ստեղծել ենք։ Եվ ահա այս հակամարտությունը մինչև այսօր շարունակվում է դա։ Եվ չգիտեմ, բայց այնուամենայնիվ մենք պետք է չլռենք, մենք պետք է մեր պատմությունը գրենք, ուսումնասիրենք, մեր բոլոր քաղաքները շատ հին են, բոլոր մեր հին Արմավիրի մասին վերջերս կարդացի, հրաշքա ուղղակի Արմավիրը, մեր առաջին մայրաքաղաքը, որը հիմնադրել է Հայկի որդին, Արամայիսն է հիմնադրել, եւ ինչն է հետաքրքիր, որ Արմավիրում 7 սերունդ Հայկից հետո, ես այստեղ կարդամ, Ամասիա, Գեղամ, Հարմա, Արամ, Արագեղեցիկ, Անուշավան Սոսանվեր, բոլորը այդ 7 սերունդ է լինում, բոլորը Արմավիրում են ապրել, պատկերացնում եք։ Հիմա ես մտածում եմ, որ Արմավիրը Արատտան է, որովհետև Արատտան պետություն չի եղել, նա քաղաք պետություն է եղել։ Եվ հիմա Արմավիրը իր տարածքում մոտավորապես 10,000 քառակուսի կիլոմետր է տարածք է վերցրել, այնտեղ այդ Արմավիրի այսօրվա մարզի մեջ եւ ընդհանրապես այդ Արմավիրի մեջ մտնում են ուրեմն Մեծամորը, Մոխրաբլուջ, հետո Արգիշտի Խիլին, երբ որ Արգիշտի Խիլինից այնտեղ քաղաք, Արմավիրի տարածքում է Արաքսի ափին, Ձախ ափին է հիմնադրել քաղաքը։ Այս բոլոր քաղաքները մտել են հենց Արատտայի մեջ, դա Արատտան է։ Ինչն է այդպես թույլ տալիս, որ ես այդպեսի բան ասեմ։ Գիլգամեշի մասին գիտեք, որը փորձում էր անմահություն ձեռք բերել, դա անմահություն գիտենք, որ Սրբազան օրենքների երկիրը, անմահության երկիրը Արարատն էր, Արարատ երկիրն էր եւ իր այդ Արատտա քաղաք պետությունն էր եւ գալիս է այնտեղ այնպեսի տողեր կան, որոնք բացահայտ ցույց են տալիս, որ ինքը գալիս է Արատտա, հենց Արմավիր, դա Արմավիրն է։ Ասում է ինքը ծովեր անցավ, ծովը գետն է իհարկե։ Լեռներ, այո, լեռներ անցավ, լեռը մեր մասից մաշուն են, դեռ մաշու անվանում է հիշատակվում է։ Ուրեմն այդ անցնելուց հետո հասնում են դաշտ, որտեղ խաղող է եղածում։ Պատկերացնեք, այդ բոլորը նկարագրված Արարատյան դաշտն է, չէ՞, եւ հետո դրանից հետո միայն Արատտան է։ Այսօրվա մեր Արմավիրն է։ Եւ այսպես փակում են ամեն ինչ, թույլ չեն տալիս, որ մենք մեր պատմության տերը լինենք։ Եվ ներողություն ամենակարևորը, երբ որ Գիլգամեշը ուտնափիստիմից նույնից ստանում է անմահության ծաղիկը, ետ վերադարձին հոգնած է լինում եւ այնտեղ մի սառն աղջյուր է տեսնում, շորերը հանում է, մտնում է լոանա եւ դուրս է գալիս օծը գողանում է անմահության ծաղիկը։ Այսինքն սա ուրիշ խորհուրդ ունի իր մեջ, որ անմահության ծաղիկը մնաց Արատտայի երկրում, նա չգնաց ուրիշտեղ, չնայած ուրիշտեղ չէր։ Գիլգամեշը դա շումերական էպոսի հերոսն էր, իսկ շումերները հայեր են եղել, այդ մասին իհարկե շատ լավ գիտեք, Զագրոսի լեռներից դեպի միջերգրականի թխուն հողերի տարածքների վրա իջան ու բնակվեցին եւ այդպես էլ տարածվեց։ Իրերը գողացան։ Հենց շումերական այդ նյութերն էին, որոնք ցուցադրվում են այնտեղ եւ աքադական նաեւ, հա, իսկ ագարտացիները եկան նստեցին մշակութային շերտի վրա, յուրացրին շումերական մշակույթը, իսկ շումերական մշակույթը հայկական մշակույթն էր։ Շումերները առաջին ժողովուրդն են, որոնք արտագաղթել են Հայաստանից։ Այսինքն ներողություն, մեզանից տանում են, մեզանից վերցնում են, ոչնչացնում են ոչ միայն մեր ունեցածը, այլև մեր անցյալը մեր մեջ։ Խնդիրը սա է գրված։ Սա պակասն է, որը մենք չենք կարողանում դարեր շարունակ լրացնել, որ նրանք ոչ միայն մեր ունեցվածքի, մեր ստեղծածի վրա նրանք ոչնչացնում են դա, այլև մարդ տեսակը, գենն են ոչնչացնում, եւ այդ բոլորը գնաց։